Սրտանց ասենք փառք ես Հիսուս, օրհնյալ է մեր Տերը, մեր ուրախությունն է։ Օրինակ մարդ այդքան ուրիշի անունը տալուց այդքան չի ուրախանում, ինչքան փրկչի անունը տալուց։ Քո ամենասիրած մարդը, չգիտեմ, ով որ է, քո երեխեն, քո կինը, քո ամուսինը, անունը տալուց անգամ փրկություն չի գա քո վրա։ Մարդիկ իրար անուններ հիշելուց նեղվում են, ասում է դրա անունը մոտս մի տու։ Բայց Հիսուս անունը սիրելիներ, Հիսուս անունը, որ բոլոր դարերի մեջ մնաց հաստատուն վեմի պես, ով որ այդ անվանը ապավինեց, ով որ այդ անունը կանչեց, փրկվան բոլորը, ով որ այդ անվանը նայեցին։ Այսօր մարդիկ իրանց անուններն են բարձրացնում, իրանց կործանումն են փնտրում, բայց ով որ Տիրոջ բարձր անվանը նայեց, սիրելիներ, ուրիշ բան չի կարա լինի, քան չփրկվի ինքը, պիտի փրկվի, ով որ այդ անվանն է նայում, ով որ այդ անվանն է ապավինում։ Ես կոչ եմ անում, հորդորում եմ ինձ, մեզ բոլորի սիրելիներ, թողնելու մեր բոլոր անուններ, ինչքան անուն ունես, մի հատ նայ այդ անվանը, մի հատ կանչի այդ անունը, մի հատ մտի այդ անվան ծածկոցի տակ, քո նստած տեղը որտեղ կլնես, այդ անվան ծածկոցը թող գա մեր ամենքի վրա, ամեն սիրելիներ։ Մարդը ծածուկ իրա վրա պտի չուրախանա, կարծես իր անունով տես հմայվի, տարվի, չէ սիրելիներ, այդ անվան մեջ փրկություն էլ չկա սկի, այդ անվան տակ լիքը պարտքեր կա սիրելիներ, մեր բոլորի անվան տակ լիքը պարտքեր կա, բայց Հիսուսի անվան մեջ, Հիսուսի անվան տակ մենակ կյանք կա, խաղաղություն կա, շատ խաղաղություն կա սիրելիներ, օրհնյալ լինի այդ անունը, որ մեր մեջ կանգնած աշտարակի նման, ով որ այդ անվանը դիմի, պիտի փրկվի։ Ես կուզենամ, որ մեր ողջ պաշտամունքի ընթացքում, սկզբից մինչև վերջ, մարդը աղոթքի ձեռով, խոսքի ժամանակ, երգի, աղոթքի, իրան բռնի հավատքով ու բերի իր աներսը Տիրոջ անվան տակ, Տիրոջ անվան տակ, կապ չունի քո կողքինը քեզի ինչ ասե, դու լսի Տիրոջ անունը քեզի ինչ ա բերում, հələ բոլոր անունները թող, թե քեզ այդ անունները ինչ են կրթում ու խրատում, այդ բոլոր անունները մի պահ թող հələ, մի հատ Հիսուսի անվանը նայի, ու այդ անվան տակ, արի խոնարհությունով մտի, ու խնդրի, որ այդ անունը որպես վահանի պես, ծածկոցի պես լինի քո վրա, քո մտքերի վրա, քո սրտի վրա, սիրելիներ։ Եղբայրն ասում էր, եթե մարդը չի կարողանում վերահսկի իր մտքերը, իր բերանը ոնց վերահսկի։ Տերը տա սիրելիներ, որ մենք մեր ողջ ներաշխարհը բերենք Տիրոջ անվան տակ, բերենք Տիրոջ անվան տակ ու տես երեխու նման, ասես ծածկվենք այդ անունով, ծածկվենք այդ անունով մեր անուններից, ասենք Տեր, օգնի ես անունը ուրանամ, օրդերի ինձ ուրանամ, իմ անուններն ուրանամ, օրդի քո անունը ճանաչեմ, այդ անվան տակ ապրեմ։ Ինչքան ծանրություն կա սիրելիներ, մեր անունից սկսած բոլոր անունների մեջ, ինչքան ծանրություն կա, ինչքան հին պատմություններ կա մեր անվան շուրջ, ձևավորված, ներկայում, անցյալում, բայց ինչքան կյանք կա Հիսուսի անվան մեջ, թող այդ անունը Հիսուս ջան կանչվի մեր վրա, ամեն սիրելիներ, թող այդ անունը կանչվի մեր վրա, օրհնյալ լինի Տերը, ես Տիրոջ օգնությամբ սիրելիներ, ուզում եմ մի փոքր զրուցեմ, եղբոր խոսքի կարծես շարունակություն է սիրելիներ, շարունակություն է, որովհետև այդ անունը ոչ թե միայն փրկում է, ապա նաև սրբում է, այդ անվան վրա եղած հավատքը նոր կյանք է տալիս սիրելիներ, այդ անունը, կարծես այդ անունը ում վրա որպես հավատք իջավ, այդ անունը որպես հավատք իրա կյանքում հնից մաքրություն է տեղի ունենում։
Ու սա իրականություն է, սիրելիներ։ Մենք շատ քույրեր եղբայրներ ու մենք էլ ենք տեսնում, որ այդ անունը մեր կյանքում մեծ գործ է կատարել։ Մեծ ճանապարհ տանելով, սիրելիներ, մեզանից ազատելով։ Թող օրհնյալ լինի Հիսուս Քրիստոս անունը։ Եկեք կրկին անգամ ասենք, արժանի ես Հիսուս, արժանի ես Հիսուս փառավորվես, դու քո անունը փառավորվի։ Օրհնյալ լինի մեր Տերը։ Ես ուզում եմ նախաբանի պես, սիրելիներ, կարդամ Պետրոսի թղթից, ինչա գրե Պետրոս առաքյալը իր առաջի թղթի մեջ, մի փոքր Տիրոջ օգնությամբ սրա մասին զրուցելու։ Առաջի Պետրոս, սիրելիներ, առաջի գլուխ 13 համարից մինչև 16 համարը կարդամ։ Ձեր մտքերը գոտեպնդեցեք, արթուն կեցած, կատարելապես հուսացեք այն շնորհքին, որ ձեզ պիտի տրվի Հիսուս Քրիստոսի հայտնվելու ատենը, հնազանդ զավակների պես, ոչ թե ձեր տգիտության ատենվան ցանկություններով վարվելովը, հապա ձեզ կանչող Սուրբի պես։ Ստեղ այդ անունը մեծատառով է գրում ու ասում է այդ անունն նաև ոչ թե միայն Հիսուս Քրիստոս է, այդ անուններից մեկը Պետրոսը հնչեցնում է, որ ինքը Սուրբն է, այդ անունը նաև ոչ թե իր բնավորության հատկությունն է, իր դրսևորումն է, հապա նաև իր անունն է այդպիսին, ոչ թե բնավորությունը միայն, հապա ձեզ կանչող Սուրբին պես, դուք ալ Սուրբ եղեք, ձեր բոլոր վարմունքների մեջ, վասնզի գրված է Սուրբ եղեք, քանզի ես Սուրբ եմ, մեզի կանչողի անունը, սիրելիներ, Սուրբ է, ամեն, ու մեզ կանչողն ասել է Սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքների մեջ, ձեր բոլոր վարմունքների մեջ։ Սիրելիներ, չկա մի հատ վարմունք, վերաբերմունք Աստծո որդու կողմանը, որը անսուրբ ձևի վերաբերված լինի, անսուրբ վարվի, անսուրբ խոսա, անսուրբ նայի, սիրելիներ, Սուրբ գրքում չկա այդպիսի դեպքեր, ընդհակառակը մարդիկ, որ իրա հանդեպ եղան անսուրբ, անարդար, մենք տեսնում ենք, որ որդին մնաց նույնը սրբության մեջ, անգամ իր աշակերտը, որ բոլորի մոտ Պետրոսը, այս առաքյալը, բոլորի մոտ, որ կանգնեց ու ուրացավ ասելու, թե ես չեմ ճանաչում, ես երդում եմ ուտում, թե չեմ ճանաչում, 3 անգամ ուրացավ, սիրելիներ, անգամ այդ ժամանակ, իր հարազատ աշակերտը, իր մտերիմ աշակերտը, երիքտաս մտերը պտտվեց Պետրոսին նայեց, անկախ են բանից Տիրոջ հետ ոնց են վերաբերվել, հա? Անկախ են բանից Տիրոջ հետ ոնց են խոսացել, որդին Սուրբ է եղել, բոլորի հանդեպ, աչարություն չի դրել, սիրելիներ, տարբերություն չի դրել, իրա վերաբերմունքը իր անվան պես է, Ես կուզենամ նայենք այդ Սուրբին, սիրելիներ, ու սովորենք իրանից, այդ կյանքը իրանից սովորենք, այդ կյանքը իրանից վերցնենք, մենք ունենք կյանք, մենք գիտենք ոնց կվարվենք մեր հետ վարվողների հետ, ու մենք տենց էլ անում ենք, բայց եթե ես իրան պիտի նայեմ, ես իրանից պիտի սովորեմ, սիրելիներ, ես պիտի նմանվեմ իրան, Տեր ասեց, բան կա, որ տենան ձեր մեջ կասեն իմ աշակերտներն եք, այդ մի հատ հատկություն կա ցուցատալի, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք, եթե իրար վրա ակռան եք կրճտում անհամբերությունով նայելով,
Դուք իմ աշակերտները չեք, Տերը հատկություն է դրել, դու իմ աշակերտն ես, այս հատկությամբ, իրարու վրա սեր ունենալով, էսի իրա հատկությունն է, էսի ինքն է, ու ինչքան կարիք ունենք, Տերը մեր մեջ լինի, ու այդ մեր մեջով փոխանցենք մյուսներին, օրհնյալ լինի Տերը։ Ես այս խոսքի հիման վրա ուզում եմ կարճ Տիրոջ օգնությամբ, սիրելիներ, Սուրբ գրքից նայեմ սիրելիներ, Տիրոջ ծառաների մեկի կյանքում, թե այդ սուրբ եղեք ինչպես ես սուրբ եմ, ինչպես առաքյալն էլ ասեց նմանվեք ինձ ինչպես ես Քրիստոսին, ես ուզում եմ նայենք մի հատ ծառայի, իրարու հետ միասին նայենք, ես պատմություն չեմ ուզում հիշացնեմ, եթե ինձ հետաքրքիր է մաքրությունը, սիրելիներ, ես շատ ուշադիր եմ հետևելու Տիրոջ բոլոր խոսքերին, կանայք գնահատում են տուն մաքրությունը, ամուսիններն էլ, տունը մաքուր պահող մարդու համար կարևոր է այդ ամենը, մաքրությունը, կարևոր է։ Եղբայրներից մեկ ասում էր, ուզում ես, ես ուղղակի կրկնում եմ իր խոսքը, ասում էր, եթե ուզում ես ճանաչես այդ տան կնոջը, գնա մտի իր ներողություն արտահայտությանս համար, զուգարանը։ Հարցը այդ մաքրությունը չի, բայց դա էլ է կարևոր, չէ, քուրեր, դա կարևոր չի, կարևոր է։ Որքան առավել ներսի մաքրությունը, կարևոր է, թե կարևոր չի, սիրելիներ։ Պատկերացեք, ես շատ կուլտուրական խոսամ, շատ գրագետ խոսամ, շատ հանգիստ խոսամ, բայց իմ ներսը եռամա, իմ ներսը բորբոքվում է, իմ ներսը չի համբերու, հազիվ զսպեմ, հարստան սիրելիներ, դրսի պահվածքսա կարևորը, թե ներսիս մաքրությունը, որն է կարևորը։ Ինձնից առաջ եղբայրը ասում էր, որ այդ բժիշկ առաջի բանը, որ ասում է բացի լեզուտ նայեմ, չէ, այսինքն ներսն է կարևորը, հələ ներսը ոնց է իրա, ներսը ոնց է իրա։ Ես դուրսը լավը կլնեմ, սիրելիներ, ես կաշխատեմ, անգարկություն չանեմ, չարություն չանեմ, հնարավորինս ինձ, բայց իմ ներսը ոնց է, ես հիմա ոնց եմ նստած, ես ներսով ինչպիսին եմ, սիրելիներ, Տիրոջ աչքերը սրա վրա են, Տիրոջ աչքերը սրա վրա են, սիրելիներ, չկա ծնող, որ են երեխեն դպրոցից մտել տուն, այդ աշկերը, որ կիչստում է, ձախատանում, մաչատանում, չասի, լարի տնամ ինչ է եղել, այդ երեխեն բան չաս, ոչ ման չեղել, չէ ասմա լարիլը, այդ ծնողը խոսցնում ալ, ասմա պատմի տնամ ինչ է եղել, դպրոցից եկե, այդ ծնողին կարևոր է, այդ երեխու ներսը, Հիսուսս բան ասեց պնակի ներսը մաքրեք, եթե իմ ողջ ուղղությունը, սիրելիներ, իմ ջանքը ուղղված է, իմ արտաքինը, իմ դրսի մարդը սուրբը ցուցնելու, սիրելիներ, դա ցույց է տալի, որ Աստծո որդու մատերը ընձի չեն կպեսքի, մարդ, որը չի հետաքրքրվում իր ներսի մաքրությամբ, Էսի խոսում նրա մասին, որ Սուրբ Հոգու մատերը չեն կպես սիրելիներ, իր ներսը, բայց երանի են մարդուն,
որի մեջ Սուրբ Հոգին գործ է սկսել, բայց սկսած գործը կավարտվի իր ժամանակին։ Խոստում կա Ավ Օչը, օրհնյալ լինի Տերը, որ նա որ ձեր մեջ, ձեր վրա չէ, ձեր մեջ բարի գործ է սկսել։ Բարի գործը մեջի գործն է, սիրելիներ, դրսինը չի։ Ձեր մեջ բարի գործ է սկսել, բարին ներսի գործն է։ Բայց իմ դրսևորումները, դրսի աշխատանքները, դրանք չեն բարին, դրանք երևացող բարի են։ Մի հատ ուժեղ քամի գա, քշի, էդի կտանի։ Մի հատ ուժեղ ազդեցություն գա, էդի կմաքրի կտանի։ Ոնց որ մի հատ քարոզիչ մոտիկանում է իր հովվին, ասում է հովիվ պատրաստ եմ, ուզում եմ գնամ ավետարանչության, միսիոներության, ես հովիվը սեղանի վրա դրած բաժակով սես ջուր է լինում, ոնց որ սրտին դրվի, մտքին դրվի, ասում ես բաժակի վերցնում է, ջուրը վերցնում է, ասենց շփում ես քարոզիչի երեսին, իր հովիվը, ասենց շփում է քարոզիչի երեսին, մեկ էլ ես քարոզիչը դեմքը ասում այլալվում է, ասենց խոժորվում է դեմքը, ասում ես ինչ ես անում, ես հովիվն ասում է, ես մի բաժակ ջուրը քո սաղոցությունը սրբես տարավ, դու ինչին ես պատրաստ, ես մի բաժակ ջուրը քո հախից եկավ, ասենք թե մարդը մի բաժակ ջուր է, ասենք որ շփեց վրետ, իր ասաղ ելացածը, սրբես տարավ էդ արտաքինը, ներսն է կարևոր, սիրելիներ, ներսը, ամեն, ներսն է կարևոր, ներսը, և ես ուզում եմ կարդամ մի մարդու մասին, թե Տերը իր ներսը ինչ արել, ոնց էր մաքրել, ոնց էր սրբել, որ ինքը իր հավատքի ճանապարհին սիրելիներ, իր պատահած բաների մեջ հաստատուն մնաց, իր մաքրության մեջ։ Գիտեք, կարևոր չի նա, թե դու գործ ես անելու, կարևորը նա դու մաքուր կանես այդ գործը, թե չէ։ Ես հիշում եմ, սենց արտահայտություն են անում բժիշկների վրա, թող բոլոր բժիշկները ինձ ներեն, եթե կան ստեղ մարդիկ, խիրուրգներ, ասում եմ, ես բժիշկի մոտ մի գնա, ասում եմ, եսի բլանդում է, ժողովրդական խոսքը, բլանդե թողել են, ասում եմ, նայ, ոնց օպերացիայից հետո ասում եմ, նա ինչ արել։ Մի հատ բժիշկ էլ ասում են, եսի հուլունքի պես, ասում եմ, այդ կարերը նենց էր դնում, ասում եմ, մի հատ այդ օպերացիայի շովը չեր ունենց մաքուր գործանող է։ Հարցը նա չի, թե մենք գործ կանենք, հարցը նա մաքուր կանենք, թե չէ։ Ինչքան կարևոր է դա։ Մաքուր կանեմ, թե կեղտոտ կանեմ։ Կարևոր չի, որ գործ եմ անում, չէ, սիրելիներ, իմ ու քո Տերը, որի անունը Սուրբ է, ասել է քո բոլոր վարմունքների մեջ Սուրբ լնես, բոլոր վարմունքիդ մեջ, քո խոսալու ձևը, քո մաներան, քո բոլոր վարմունքները Սուրբ լան, բայց ներսից սկսած սիրելիներ։ Ես չպետք է մարդուն ժպտամ, բայց ներսով ասեմ, եվ պետք է ձենը կդրի, ես չպետք է անեմ, էդի դու էլ պետք է չանես։ Ես չպետք է ցույց տամ, որ ես իրան մտերիմն եմ, բայց հետևից իրա դեմ լինեմ, ես չպետք է դա անեմ, ես ներսով պետք է մաքուր լամ, մաքուր եղեք, այդպես է գրած, ով Տիրոջ սպասները կրողները, այսպես խոսք կա, մաքուր եղեք, ով Տիրոջ սպասները կրողները։ Ի վերջո պիտի կարդամ այս խոսքը, որը գրված է Դանիել մարգարեություն, Դանիելից պիտի խոսամ, Դանիել մարգարեություն 6-րդ գլուխ, սիրելիներ, 6-րդ գլխի մեջ, սա այն հատվածն է, որ թագավորը հրովարտակ էր հրաման տվել, որ այդ մեկ ամսվա մեջ ոչ մի իր թագավորության մեջ մարդ աղոտ քչանի
իր Աստծուն, ոչինչ չխնդրի իր Աստծուց, հապա բոլորը խնդրեն Թագավորից, բոլորը խնդրեն Թագավորից, մի ամսվա փորձություն, բոլոր հավատացյալների համար։ Ու գիրքը գրում է, որ այդ երկրում հրյաները քիչ որ չէին, շատ որ էին, բայց հետաքրքիրը գիտեք որն է, որ այս մարդու մասին է մենակ գրած, մենակ այս մարդու մասին է գրած։ Բոլոր հրյաները Սուզա քաղաքում, եթե ես սխալվեմ անունը, Սուզե, էդի ռուսերեն ասեցի Սուզե, ռուսերենում Սուզե է գրում, հայերեն Շուշան քաղաքում է գրում, շատ հրյաներ կային, բայց թագավորի հրովարտակը կարծես մենակ Դանիելն էր, որ չկատարեց։ Մի ամիս, պատկերացնում եք, մի ամիս չաղոթես, ստեղով կարա մի ամիս չաղոթի, ժողովուրդ, կարանք մի ամիս չաղոթենք, Սկի մի ժամ չենք կարա եղբայրն ասում։ Մի ամիս ոչ աղոթես, ոչ է քո Աստծուց բան խնդրես։ Բայց Դանիելը, այս Աստծու մարդը, անցավ ճանապարհ ու իր մեջ հաստատ մնաց, բան որ կապ չունի։ Իմ կյանքը կխլի այդ հրամանը։ Պաշտոնս կխլի այդ հրամանը։ Հրյաները ոնց կնայեն ինձի։ Մարդիկ ինչ կասեն իմ մասին։ Այդ հրամանը ոնց որ Դանիելին չխախտեց տեղից։ Մահվան կյանքի հարց էր, ով որ խախտի գցում են կարոստերի գուբը։ Դանիելին հրամանը չխախտեց կյանքի մահվան առումով։ Ասեց, բոլորը միան ես իմ ասում տեղոթեմ, ասեց։ Բոլորը մի կողմ ասեց, իմ Աստվածը մի կողմ։ Ինչ ուզում ալինի, քո Աստծուն աղոթքը մի փոխի, ոչ մի բանի հետ, սիրելի հոգի, ոչ մի բանի հետ։ Հետո կաղոթեմ, լավ հետո կխոսամ, չէ։ Տերն էլ ասում նայի, դու իրա հետ մաքուր ես վարվում, թե իրան միշտ գցում ես վերջի պլան, վերջում, հետո Դո հիմա աղոթեմ, հիմա ասեմ, հիմա, սիրելիներ, Դանիելը այսպիսին էր, Դանիելը հասարակության մեջ կարծիքներից, հրամաներից ընկճվել, փոփոխության ենթարկվել չէր, սիրելիներ, հաստատուն բան կար այս մարդու մեջ, և ես ուզում եմ սիրելիներ, որ Սուրբ Հոգին մեր մեջ այդ հաստատությունը ամրացնի, փոփոխական մի եղի, անկախ իրավիճակներից դու մի փոխվի, դու հաստատ կանգնի, չմտածես, որ Տերը, որ ասել է, անիրավ դատավորի առակի մեջ Տերը ասեց աղոթ քարեք ու չձանձրանաք, միթե Տերը խոսքն էր վերջում սենց ասեց, միթե Տերը իրա ծառաներին, որոնք գիշեր ցերեկ աղոթում են, իրավունք պիտի չնե, հայտնապես պիտի անի, շուտով պիտի անի իրավունք, խիստ շուտով Տեր, որտև գիշեր ցերեկ աղոթում է, գիշեր ցերեկ, անկախ են բանից, գիշերա թե ցերեկա, դու կանգնում ես Տիրոջ առաջ, դու քո հարցերն ես բերում Տիրոջ առաջ, կանգնի, նայիտես քո աղոթքները հարատև են, թե կտրվում են, վիճակըդ փոխվում է, կտրվում են, վիճակըդ փոխվում է, տես հարատև է, Տերը շուտով կանի, Տերը չի կարա անտեսի, պես գրված է, շուտով անոնց իրավունք պիտի ընե, շուտով, որոնք գիշեր ցերեկ, այս Դանիելը այդպիսին էր, անկախ ամեն ինչից իր Աստծու ներկայությունը, հարաբերությունը իրա տեղում էր, գործերը խեղտեցին, ժամանակ չկա, ես հիշում եմ մի հատ քույրիկի, ամեն անգամ այս քույրիկի վկայության մասին ուղղությունը նա էր, որ
ամեն բանից առաջ ինչ ուզում էր ելեն աղոթքը մնում էր աղոթք։ Ու հերթական փորձություններ պատահեց քուրիկի տանը։ Ես քուրիկին ասում եմ շուտ արապրծի դուս արի արդեն։ Ասում եմ կայմնի մի հատ աղոթեմ նոր ելնեմ։ Դա մի հատ Հիսուս կանչի, այդ շեմին կանչի, տանդ մեջ կանչի, կանչի նոր ճամփահելի։ Կանչի։ Թող քո աղոթները լինեն հարատև։ Լսում ես։ Տիրոջ հետ այդպես մի վարվի, կրճատումներով, հարատև արա։ Տերը հատուցել գիտի։ Օրհնյալ լինի Տերը, սիրելիներ։ Եկեք կարդանք Դանիել մարգարեություն, սիրելիներ, 6-րդ գլխի մի քանի խոսքեր ու փորձենք նայենք իրան։ 16 համարից կարդում եմ, 6-րդ գլուխ 16 համարից Դանիել մարգարեության։ Այն ատեն թագավորը հրամայեց, որ Դանիելը բերեն ու զանիկա առյուծների գուբը նետեն։ Թագավորը Դանիելին խոսեցավ ասավ. Քո Աստվածը, որին դու անդադար կպաշտես, անիկա քեզ պիտի ազատի։ Այս թագավորն էլ ատվեստում, այս մարդը անդադար պաշտող է։ Էսի նեղությունը չի խեղտել, հետո է պաշտում։ Էսի տրամադրությունով չի պաշտում։ Էսի անդադար է։ Հələ տես քո երկրպագությունը կտրող բան կա։ Հələ տես այդ ինչ սուր է, որ կտրում է քո երկրպագությունը։ Ու այդ դիր Տիրոջ առաջ այդ բոլոր կտրող բաները պիտի երևա, որ դու անդադար պաշտող ես։ Անդադար։ Էդի նա չի, որ հաց ուտելու ժամանակ չկա, ես ողջամիտ մտքով եմ խոսում, սիրելիներ, ողջամիտ։ Բայց քո պաշտամունքը պիտի քո ներսից չկտրվի, անունը փառավորվի Տիրոջ։ Քո Աստվածը, որին դու անդադար կպաշտես, անիկա քեզ պիտի ազատի։ Ու քարմը բերին, Դանիելը գցելով գուբը քարմը բերին ու գուբին բերանը դրին։ Թագավորը զանիկա իր կնիքովը ու իր մեծամեսների կնիքովը կնքեց, որպեսի Դանիելի վիճակը չփոխվի։ Ետքը թագավորը իր տունը գնաց։ Գիշերը անոթի անցուց իր առջև նվագածուներ բերել չտվավ ու քունը փախավ։ Հետաքրքիր է, սիրելիներ։ Թագավորը արշալույսին կանուխ ելավ ու արտորնոք առյուծների գուբը գնաց։ Երբ գուբին մոտեցավ, տրտում ձայնով Դանիելին փորած, եւ թագավորը Դանիելին ասավ. տրտում ձայնով, ով Դանիել, կենթանի Աստծո ծառա, քո Աստվածը, որին դու անդադար կպաշտես, կարող եղավ քեզ առյուծներեն ազատել։ Այն ատեն Դանիելը թագավորին պատասխանեց. ով թագավոր, հավիտյան, ողջ, գեցիր։ Իմ Աստվածը իր հրեշտակը ղրկեց ու առյուծների բերանը գոցեց ու ինձի չվնասեցին։ Վասնզի անոր առջև անմեղ գտնվեցա։ Ռուսերեն թարգմանության մեջ անմեղ բառի փոխարեն գրածա չիստ, մաքուր եղա։ Իհարկե, անմեղությունը մաքրություն է թե ոչ, սիրելիներ։ Մաքրություն է, չէ՞։ Մաքրություն է։ Վասնզի անոր առջև մաքուր գտնվեցա։ Ու քո առջևը տալ, ով թագավոր, հանցանքը գործած չեմ։ Այն այդեն թագավորը շատ ուրախացավ ու հրամայեց, որ Դանիելը գուբեն հանեն։ Դանիելը գուբեն հանեցին, անոր վրա որևէ վնաս չտեսնվեցավ, վասնզի իր Աստծուն հավատաց։ Թագավորը հրամայեց, որ Դանիելին վրա չարախոսությունով մարդիկը բերեն, զանոնք ու անոնց տղաքը կիները առյուծների գուբը նետեցին, անոնք դեռ գուբը հատակը չհասած, առյուծներ անոնց վրա հարձակեցան ու անոնց բոլոր ոսկորները փշրեցին։ Ամեն։ Այսքանը։ Այս պատմությունը
Ես մտածում եմ շատերս տեղյակ ենք, եթե ոչ բոլորս, բայց հարկ եղավ որ ես կարդամ այսքանը։ Ու իմ ուշադրությունը, սիրելիներ, այս ամբողջ պատմության մեջ Սուրբ Հոգին սևեռում էր Դանիելի մաքրության վրա։ Այն ժամանակ, երբ որ իրան սպասվում էր առյուծների գուբը, մաքուր ես մնում, երբ որ առյուծ չկա, ահ չկա, վնաս չկա, վտանգ չկա, դա նորմալ է, բայց ես կմնամ մաքուր։ Սիրելիներ, ես կմնամ մաքուր, երբ որ բանը դրված իմ առաջ, քո առաջ, ես ոնց եմ վարվում։ Առաջին հերթին զոհում եմ մաքրությունը խնդիրներս լուծելու, թե ամենից առաջ պահում եմ իմ մաքրությունը, իմ մաքրությունը։ Չէ որ Տերը քեզի սրբացրել է իր արյունով, չէ որ մեզի հանդերձ է տվել սիրելիներ, ջերմակ, լուսափայլ բեհես, այդ իր արդարությունն է, մեզի տրվել է մաքրություն սիրելիներ, Հիսուսի մահվան գնով, արյան գնով, մեզի իր արյունը սուրբ արե, Տերը մաքուր է ճանաչում, իր տառապանքի գնով, հարց, ինձի պատահած հարցի մեջ, առաջինը ես որն եմ հանում, զոհասեղան ու որն եմ պահում։ Դանիել ասեց, ինչ ուզում ալինի, այդ մաքրությունը չեմ զիջելու։ Մաքրությունը չեմ զիջի։ Ինչ ուզում ալինի։ Ես ներողություն եմ խնդրում։ Մարդիկ, որ իրանց հանդեպ սխալ են վարվել, ասել են, այդ միտը եկավ, ասում շան լափը լցելու եմ գլխին, ասում է, որովհետև իրան պահել չգիտի։ Ինչ ուզում ալինի, մաքրությունդ պահի։ Դու գործ չունես շան լափի հետ, ոչ շների հետ։ Դու ոչ մեկի հետ գործ չունես։ Դու պահի են ինչ որ Տերն է տալի։ Էդի թանկը։ Էդի մենակ թանկ չի։ Դա շատ զորավոր բան է։ Գիրքը գրում է, արդարը առյուծի պես քաջ է։ Արդարությունը, այսինքն մաքրությունը, ըստ Սուրբ Հոգու, դա քաջություն է։ Դա զորություն է։ Առյուծի պես քաջ է, ով արդարը, մաքուրը։ Լսում եք սիրելիներ։ Բայց գող, սենց արտահայտություն կա, մարդիկ ասում են գող սիրտը, բա այդ մարդիկ, եթե ներսը մաքուր չի, Սիոնի մեջ մեղավորները վախում են, գիրքը գրում է, այդպիսի արտահայտություն կա, դողը բռնում է կեղծավորներին, մարդու ներսը որ մաքուր չի, վախնել է բռնում, դողնել է բռնում, սիրելիներ, բայց արդարությունը, որը Սուրբ Հոգուց քաջությունով է լցվում, դա զորություն է, պահի այդ մաքրությունը, պահի այդ համարձակությունը, ու ոչ գործ ունեցի շների հետ, ոչ է շան լափի հետ, ոչ մեկ հետ գործ չունես, դու քեզ մաքուր պահի, դες պատվեր կա, Էդի առաքյալը գրեց իր որդուն, դու քեզի մաքուր պահի, մաքուր մնա։ Հայտության գրքում գրում է, որ երբ որ եկեղեցիների մեջ ապականություն էր մտել ու մի քանի անձիկ իրենց հանդերձները չախտոտեցին, Հիսուսի խոսքերը սենց հնչեց, ասեց, անոնք ինձի հետ կպտտվեն, իմ հետ են ման գալու, որովհետև հանդերձները չախտոտեցին։ Ուզում ես Տիրոջ հետ ման գաս, մաքուր մնա, անկախ ամեն ինչից, մաքուր խոսա, մաքուր նայի,
կապ չունի քեզի արդեն ծրագրել են, առուծների գուբ են որոշել, թե արդեն մեջն են գցել, անկախ ամեն ինչից։ Դավիթը գրում է իր Սաղմոս 57-ի մեջ, ասում է բոց փչող մարդոց որդիների մեջ եմ պարկում, առյուծների մեջ եմ, անկախ եմ բանից որտեղ եմ, ինչ են արել, գլուխս, Դավիթը մնաց, մաքուր, անգամ երբ որ Սավուղի հանդերձի ծայրը կտրեց, ասեց այսի պտի չաներ Դավիթ, այսի պտի չաներ դու, ընչի ես, հետևից, գիրքը գրում է հետևից հետի արել Դավիթը, հետևից հանդերձից ծայրը կտրել է, դու ծայրը կտրում ես, հետևից ես անում, ասում ես, հետևից, իսկ հետի մաքրություն չի, մնա մաքուր, մաքուր մնա, որ Տիրոջ հետ պտտվես, դու կանչվեց ես Տիրոջ հետ ապրելու, իրա հետ քայլելու, բայց պահի քեզի, հատուցում կա, օր կա, մխիթարվի քո Աստծով, ու քո ողջ ցանկությունը կկատարի, այդպես է գրած, ռուսերեն հնչողությամբ ասեմ, «Утешайся Господом, и Он исполнит желание сердца твоего», մխիթարվի Տիրոջմով, այդ վիճակների մեջ, բայց ոչ մի անմաքուր բան մի արա, исполнит желание сердца твоего. Դանիելին գցեցին այդ վիճակով, հետաքրքիր է, մի օր առուծների գուբի մեջ, մի գիշեր ներողություն, առավոտ կանուխ եկել է թագավորը, տենաս Դանիել հետ ինչ ա եղել, չէ, կարելի է մարդկորեն եմ խոսում, Դանիելը չպտտվավ ասև, թագավոր, էդ էլ քո հարազատությունը, ես ինչ հրաման տվիր, որ ընդգծեն առուծների գուբը, մենք մեկ ասում ենք, հա, դու որ իմ հետ լավ էր, բան չի ես են ծարիր, չէ, ես Դանիելը այմարդ շատ մի ուրիշ մաքրություն ունի, թագավորը եկել է ասելու ոնց ես, Դանիելը սենց է պատասխանում, ով թագավոր, հավիտյան ողջ կեցի, ինչ աշանք ողջ կեցի, ոնց որ ասի առողջ եղի, չէ, ողջություն է տալի, առողջություն, ում ասում առողջ էլի, ով որ հրաման է տվել, որ կցեն ու պեչատով կնքել է, առուծների գուբը, դու դրան ասում ես ողջ էլի, առողջ էլի, լավ էլի, գործերը հաջող է տան, հա? Ես ինչ սիրտ ունես դու լսի, ես ինչ սիրտ ունես, հինի հրաման տվեց, չուզենալով արել, չուզենալով, ճիշտ է, բայց իրա հրամանով ա եղել, բայց ես մարդու ներսը, ինչքան մաքուր է, ներսը կարևոր է, սիրելիներ, ներսը կարևոր է, Տերը սրտերն է կշռում գիրքը գրում է, ու նայում է, այդ ներսը ինչ անում, ներսըտ ինչ անում, գուբի մեջից ասում ես, հավիտյան ողջ եղի, դո ինչ ողջ, դո գնա իրա տեղը ճանաչի հլը, չէ, մարդկորեն եմ խոսում, ոչ, Աստծո մարդը դենց չի ասում, ասմա պիս խոսք չեմ ասի, բայց կոնե կասեմ, որ հասկանաս խալ արեց, Դանիել էդ էլ չունի, ասմա ողջ էլի, ողջ եղի, ով կուզի սենց սիրելիներ, հլը թո ձեր բարձացնենք, Տիրոջ առաջ ենք ձեր բարձացնենք, ես ուզում եմ սենց սիրտ, էսի խոստովանություն է ձեր, ես ներողություն եմ խնդրում, ուրիշ բաներ չեմ անում, սա էլ է խոսույթ, ասելու արտահայտելու ձև, այս սենց սիրտ, սիրելիներ, հավիտյան ողջ եղի, ես կարդամ էլի խոսքերը ու փորձեմ
ամփոփելու բերեմ։ Կարդում եմ թագավորի խոսքերը, սիրելիներ, որ մեզի մի որոշ էլ տեսանել լինի։ Ով թագավոր Հավիտյան ողջկեցի։ Իմ Աստվածը իր հրեշտակը ղրգեց ու արուսների բերանը գոցեց, ինձի չվնասեցին, վասնզի անոր արջև մաքուր գտնվեցա, անմեղ գտնվեցա, ու քո արջևը տալով թագավոր հանցանք մը գործած չեմ։ Տեսեք ուշադրությունը, ինչի մեջ է ստեղ, ասում է, առուծը չվնասեց ինձի, որովհետև ինչ էի, դեն մեզ առուծում չի վնասում, զորավորի մասին չի խոսքը ստե, չէ, իմաստունների մասին չի խոսքը ստե, ճկուն լեզու ունեցողների մասին չի խոսքը ստեղ, այդ բոլորը ընկնում են։ Մարդիկ ում ոսկորները առյուծները փշրեցին, նրանք շատ շուստրի էին, չէ՞։ Շատ ճկուն էին մտքով, նրանք ընդ չդիմացան։ Ճկուն միտք առյուծի դեմը չի առնի։ Ընդհանրապես։ Դավիթն ասում է մարդիկ առյուծների պես Սաղմոսում։ Դու քո ճկունությամբ առյուծի բերանը չես գոցելու։ Մի հատ բան կա, որ էդի կպահի, անվնաս, մաքուր եղա։ Եթե մաքուր չես, վնասվելու ես, առաջի բանը վնասվում ես, ու պատճառը ոչ թե ուժդ քիչ է, միտքդ թույլ է, չես սիրելիներ, մաքուր չես, մաքուր չեմ, ես մաքուր չեմ, եղբայրը քարոզում էր, ասում էր, Աստծո կամքը մեր սուրբ ըլլալն է, չէ՞, Աստծո կամքի կենտրոնում մեր սուրբ ըլլալն է, սուրբ ըլլալը, չեն վնասի, ոչ առուսները քո առջևը տալ, ով թագավոր, հանցանք մը գործած չեմ։ Անկախ են բանից սիրելիներ, Աստծո առաջ քո շարժառիթները մաքուր են, մարդոց առաջ է թող մաքուրը լեն։ Քո առջևը տալ մաքուր եմ, մարդոց առաջ էլ։ Այդպես է գրում առաքյալը, մարդոց առաջ բարի բաներ ընելու հոգ արեք, հոգ տարեք, գրում է, թող այդ մաքրությունը երևա այդտեղ, սիրելիներ, թող մեր մաքրությունը երևա բարի գործերով, թող երևա, անոնք, որ ձեզ կչարչարեն ու կհալացեն, աղոթեք բարի քրեք, թող երևա այդ մաքրությունը, ոնց բարի քանելով, արա այդ մաքրությունը, ցույց տու։ Այն ատեն թագավորը շատ ուրախացավ ու հրամայեց, որ Դանիելը գուբեն հանեն։ Դանիելը գուբեն հանեցին ու անոր վրա որևէ վնաս չգտնվեցավ, վասնզի իր Աստծուն հավատաց։ Իր Աստծուն հավատաց։ Ինչ ասել է հավատաց։ Եթե մեկն ասում է ես հավատում եմ, ըստ գրքի ինքը անդադար պաշտում է իր Աստծուն։ Ով որ ասում է հավատում եմ, ինքը մաքուր մարդ է։ Իր հավատքը իրան սրբում է, այդպես գրված է գրքում։ Հավատքով անոնց սրտերը մաքրեց։ Եթե քո հավատքը քեզ չի սրբում, առյուծներից չի պահի։ Առաջինը քո հավատքը քեզ սրբում է, մաքրում է։ Հետո անվնաս անում։ Հավատքը։ Այս է այն հավատքը, որը անպտուղ չի, սրբում է ու անդադար պաշտելու մեջ է բերում։ Ու մաքրություն է տալիս, սիրելիներ։
Խոստումները կատարվում են ըստ Աստծո խոսքի։ Հավատքով առուծների բերան կգոցես։ Առուծը չի վերանա, բայց բերանը կգոցվի։ Օրհնյալ լինի Տերը։ Ցանկանում եմ ինձի ու ձեզ բոլորիդ այն հավատքը, որը մեզի մաքրում է, որը մեզի սրբում է, ու մեզի սուրբ անում մեր բոլոր վարմունքների մեջ, ներսից մինչև դուրսը։ Ամեն։ Կանգնենք ոտքի